Ապրիլյան քառօրյա պատերազմից 10 տարի անց, երբ թվում էր, թե ժամանակը պետք է սպիացներ վերքերը, հայազգը ևս մեկ ծանր հարված ստացավ։ 52 տարեկան հասակում կյանքից հեռացավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Տիկին Աննան։ Նա գնաց միանալու իր լեգենդար որդուն, ում կարոտն այդպես էլ չկարողացավ հաղթահարել։ Մենք դիտել ենք արխիվային հոլովակներ, որտեղ Ռոբերտի մայրը պատմում է իր ապրումների մասին։ Այդ խոսքերում ցավը եւ հպարտությունը միայն հյուսված են այնպես, ինչպես միայն հերոսածին մայրը կարող է զգալ։ Կարոտից խելագարվում եմ, չեմ իսկում կարոտում ես երախոն, փոցել եմ նկարները նայում եմ, անկախիցանից լացում էի, կարոտից։ Աննա Աբաջյանը այն մայրերից էր, ում համար որդուն հիշեցնող յուրաքանչյուր բան, ամեն մի լուսանկար եւ պատմություն նրա կենդանի ներկայությունն էր։ Ռոբերտի ամեն մի մասնիկը սուրբ մասունք էր նրա ձեռքերում։ Յար զանգեց, ասեց մամ, լոբով ճաշը ոնց էփեմ։ Պոստերում էր այդ ժամանակ։ Այ լոբով ճաշ էր շատ սիրում եկել։ Հոգեհանգստի արարողությանը ներկա էին շատեր, ովքեր եկել էին վերջին հարգանքի տուրքը մատուցելու լուռ հերոսուհուն։ Նրանց թվում էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից նորայրով 10 տարի ճանաչել է Տիկին Աննային։ Այս կորուստը միայն Աբաջյան ընտանիքինը չէ, սա համազգային ցավ է։ Տիկին Աննան մեզ համար ուժի աղբյուր էր։ Նրանք հայրենիքի համար սուրբ մարդ են դասիրակել եւ տվել։ Ռոբերտը 19 տարեկանում ապացուցեց, որ հայրենասիրությունը տարիք չի հարցնում։ Լուսավոր մարդ էր, շատ անժամանակ հեռացավ, սիրտս չի դիմանում անցյալով խոսել։ Մտերիմների փոխանցմամբ Տիկին Աննան վերջին շրջանում ավելի փակ էր դարձել։ Թեև տարիներ էին անցել, սակայն նրա ցավը չէր մեղմացել։ Որդու կորուստը այնքան խորը հետք էր թողել, որ հենց այդ ծանր ապրումներն էլ վերջնականապես քայքայեցին նրա առողջությունը։ Աննա Աբաջյանը հեռացավ, թողնելով մեզ հերոսածին մոր կերպարը, որը օրինակ էր հեզության եւ անսահման սիրո։ Նա իր առաքելությունը ավարտեց երկրի վրա եւ այժմ վերջապես գրկելու էր որդուն։ Խաղաղություն քո լուսավոր հոգուն, հերոսածին մայր։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։